Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում շարունակում ենք Digitech-յան տաղավարից հարցազրույցների շարքը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը։ Իմ հյուրն է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն Փակbaşnet իրական ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում եմ խոսենք ձեր ընկերությունից ու առհասարակ ինչ եք ներկայացնում այսօր Digitech-ում, այսօր Digitech-ի վերջին օրն է, 3 օր Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներն եք ներկայացրել, մի փոքր մանրամասնենք ինչ է նշանակում Երևանի տեխնոլոգիական կառավարումը։ Շնորհակալություն հարցի համար։ 21-րդ դարում քաղաքի համայնքի կառավարումը առանց թվային տեխնոլոգիաների հնարավոր չէ պատկերացնել եւ Երևանի քաղաքապետարանը դեռ 2000-ական թվականներին հասկանալով դա ստեղծել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն, այսինքն սեփական IT ընկերություն քաղաքային խնդիրները թվայնացնելու նպատակով։ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը բազմաթիվ տարատեսակ ոլորտների թվայնացման համար համակարգեր է մշակել ներդրել քաղաքային տնտեսությունում։ Այսօր մենք ներկայանում ենք կարելի ասել նոր տեսակով, նոր հարթության մեջ, ինչով է սա պայմանավորված, ինչպես նշեցի, տարբեր ժամանակներում տարբեր համակարգեր են ներդրվել, բայց դա տեղի է ունեցել կետային թվայնացում, կոնկրետ խնդրի, առաջադրված խնդրի թվայնացում, ոչ թե համակարգային լուծում։ Շուրջ 2 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը մշակեց եւ ընդունեց թվային փոխակերպման ռազմավարություն։ Այս ռազմավարությունը հնարավորություն տվեց թվայնացումը իրականացնել համակարգված, նպատակային եւ պլանավորված։ Համաձայն այս ռազմավարության թվայնացումը իրականացվում է 3 շերտերում, մենք դրանց անվանում ենք front office, back office եւ analytics։ Front office-ը դա այն շերտն է, որտեղ տեղակայված են համակարգեր քաղաքացիների հետ փոխգործակցության համար, կարելի է նշել Երևան AM պաշտոնական կայքը, ակտիվ քաղաքացի, բջջային ավելված եւ հարթակը, վերջերս թողարկված Yes Երևան Electronic Services միասնական ծառայությունների հարթակը եւ այլն, բոլոր այն կայքերը, համակարգերը, մեկ պատուհան սրահները, բոլոր այն կետերը touch point-եր են, ինչպես ասում ենք, որտեղով քաղաքապետարանը շփվում է քաղաքացու հետ, ստանում դիմումներ, պատասխաններ տրամադրում։ Երկրորդ շերտը դա Երևանի քաղաքապետարանի ներսում գործառույթների ավտոմատացման համակարգերն են, որոնց միջոցով ստացած դիմումների հայտերի հիման վրա դրանք մշակվում են եւ պատասխանվում քաղաքացուն, եւ երրորդ շերտը արդեն իսկ վերոնշյալ 2 շերտերում իրականացված գործառույթների ավտոմատացման արդյունքում գեներացված տվյալների վերլուծությունն է։ Այս վերլուծական տվյալների հիման վրա քաղաքային իշխանությունները կարողանում են ընդունել տվյալահեն որոշումներ։ Այս 3 շերտերի ավտոմատացման եւ գործիքների ներդրման միջոցով է հնարավոր քաղաքը առավել էֆեկտիվ կառավարել։ Համաձայն այս ռազմավարության մշակվել է նաև առաջնահերթ իրականացման նախագծեր, այսինքն top 10, ամեն տարի այս իհարկե ցուցակը թարմացվում է եւ վերջի շրջանում սկսեցինք ինտենսիվորեն այս արդեն իսկ առաջնահերթ ճանաչված համակարգերի մշակումը եւ ներդրումը։ Դրանցից ամենաառավել ակնառուն, որ կարող եմ նշել, որ էական փոփոխություն իրականացրեց Երևանի քաղաքապետարանում, դրա կառավարման մեջ, դա GIS տարածատեղեկատվական միասնական հարթակն է։ Ինչ է սա նշանակում։ Ինչպես նշեցի, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, տարբեր ժամանակներում ներդրված համակարգեր կային կետային, այս հարթակը միավորեց այդ բոլոր կետային թվայնացումները։ Այս կետային թվայնացումներով, այսինքն որոշակի համակարգերով, որոնք տեղադրված են տարբեր ոլորտներում, պայմանական կրթության ոլորտում, առևտրի եւ սպասարկման ոլորտում, քաղաքաշինության, շինբարեկարգման եւ այլն։ Այս ոլորտներում տեղակայված համակարգերից KPI, այսինքն ընտրված տվյալներով
տվյալները տեղափոխվում են միասնական GIS համակարգ, հարթակ, տվյալների պահոց, այսպես ասած, եւ հատկապես տարածական տվյալներն են այստեղ տեղափոխվում եւ հնարավորություն տալի որպես մեկ օրգանիզմ կարողանալ դիտարկել ինչ է կատարվում քաղաքում եւ ինչպես կառավարել այս process-ները հաշվի առնելով բոլոր ուղղություններում տեղի ունեցող միջոցառումները։ GIS հարթակը նախ եւ առաջ քարտեզային արտադեմով համակարգ է եւ քանի որ քաղաքը դա մեկ շենք չէ, մեկ օֆիս չէ, այդ տարածքում սփռված տարբեր բիզնես process-ների կառավարում է, GIS-ը հնարավորություն է տալիս տարածական կառավարում իրականացնել։ Վերլուծություն եւ վերլուծության տվյալների հիման վրա որոշումների կայացում, հետեւաբար եւ կառավարում։ Խոշոր գործողություններից, խոշոր ներդրումներից մեկը հենց այս GIS համակարգն էր, այս պայն այն գործում է 12 վարչություններում, տարբեր ոլորտներում, թե բիզնես process-ները ավտոմատացնում, թե վերլուծական գործիքներ ստեղծում, նաև որպես open data հնարավորություն տալիս այդ տվյալները կիսվել նաև քաղաքացու հետ։ Մյուս ուղղությունը, որ կուզեի նշել վերջերս ներդրված, իհարկե այդ միասնական ծառայությունների հարթակն է, ինչպես արդեն ասացինք, տարբեր ոլորտներում համակարգեր կային, այս հարթակը միավորեց այդ բոլոր ծառայությունները մեկ միջավայրում, քաղաքացուն հնարավորություն տալով առանց տարբեր տեղեր փնտրելու բոլոր ծառայությունները գտնել մեկ հարթակում։ Ստեղծեցինք միասնական օգտատեր միջավայրը, որովհետև եթե տարատեսակ ծառայությունից օգտվելու համար ամեն հարթակում գրանցվել էր պետք է հիշել այդ user passport-ները, այժմ մեկ միասնական օգտատերի ունենալով հնարավորություն կա օգտվել բոլոր ծառայություններից։ Քաղաքացիները միտեղ գրանցվում են, մյուս բոլոր հարթակներն ունենում են հնարավորություն նույն login password-ով։ Այդ միջավայրը կոչվում է YID, Երևան ID, Երևանի ID, այսպես ասած, գրանցվելով YID-ում գրանցումը տեղի ունենում, այսինքն այսպես տերմինային ասած onboarding-ը, անձի նույնականացումը հնարավոր է երկու տարբերակով անել, մեկը ես եմ պետական նույնականացման համակարգի միջոցով Եվ եթե ունեք այդ համակարգից օգտվելու խնդիրներ եւ այսինքն այս պայն եթե ինչ որ մեկը չունի այդտեղ ID card, կա նաեւ Արհեստական բանականության միջոցով, դեմքի նույնականացման միջոցով անձի նույնականացումն անցնելու հնարավորություն։ Ինչ է անում քաղաքացին, աներողություն եմ խնդրում, ինչ է անում քաղաքացին, զուտ գրելով իր սոցիալական քարտի տվյալները, սոցիալական քարտի համար կամ անձնագրի տվյալները, ընդամենը մեկ սելֆի անելով մենք կարողանում ենք նույնականացնել, այսինքն մարդու դիմանկարը համեմատում ենք անձնագրային տվյալներում իր լուսանկարի հետ, համոզվում, որ այդ նույն մարդն է համակարգչի մյուս կողմում կանգնած եւ հնարավորություն տալի գրանցվել, ստեղծել օգտատեր եւ գաղտնաբառ, որից հետո քաղաքացին անմիջապես կարողանում է տեսնել իր անձի հետ կապված բոլոր պարտավորությունները քաղաքապետարանում արկա եւ գրել դիմումներ, ստանալ դրանց պատասխաններ, հետեւել պատմությանը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նաև ձեր կենտրոնը զբաղվում է տրանսպորտային թվայնացման ծրագրերով, այսինքն այն գործառույթները, որոնք տրանսպորտային ոլորտում Երևանի միասնական հարթակում են գործում, ձեր կենտրոնը եւս դրանով զբաղվում է։ Մեր կենտրոնը զբաղվում է Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման գրեթե բոլոր ուղղություններով, որոշ չէ, երևի էական մասը հենց կենտրոնի արտադրությունն է, այսինքն ծրագրավորողների կողմից ստեղծված համակարգերը, որոշ պրոյեկտներում մենք ինտեգրատորի դերակատարում ունենք, այսինքն արդեն իսկ պատրաստ որևէ լուծում տեղայնացնել եւ համապատասխանացնել պահանջներին, իրականացնում ենք քաղաքային տնտեսության սարքավորումների, ծառայությունների համակարգերի սպասարկումը, ցանցային սպասարկումը, բոլոր IT ուղղություններով մեր ընկերությունը իրականացնում է սպասարկում կամ սպասարկման ուղեկցում։ Ինչպես նշեցիք, նաև տրանսպորտի ոլորտը, այո, խոշոր ներդրումներից վերջի տարիներին նաև միասնական տոմսային համակարգն է
հասարակական տրանսպորտի կառավարման համակարգը, ուղևորների տեղեկատվական համակարգը, մեր ստենդում, պավիլյոնում, այսօր Digitech-ում ներկայացված է քաղաքային տնտեսության վերջի տարիների ներդրման 5 ուղղություններ, եթե այսպես պայմանական բաժանեն քաղաքային տնտեսության կառավարման միջավայրի կառավարում, ենթակառուցվածքների կառավարում, շարժունակություն, որը mobility, որի մեջ մտնում է նաև տրանսպորտի, տոմսային համակարգ եւ այլն, ու էլեկտրոնային ծառայություններ եւ քաղաքացու հետ փոխգործակցություն։ Այս 5 ուղղություններով ներկայացնում ենք այն բոլոր միջոցառումները, համակարգերը, որոնք վերջի 2-3 տարիներին ներդրել ենք։ Շնորհակալ եմ շատ։ Մենք բավականին երկար էինք սպասում նախ ձեր այդ հարցազրույցին, որովհետև Երևանի տեխնոլոգիաները անընդհատ զարգանում են ու Digitech-յան այս տեխնոլոգիական համայնքին ցուցադրությունը ես անձամբ մոտեցա եւ տեսա բավականին հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք գործարար ալիքը, մենք մեր Digitech-յան տաղավարից ենք շարունակում հարցազրույցների շարքը, իսկ իմ հյուրն էր Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն փակbaşնետիրական ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, կհանդիպենք